Հայաստանի Հանրապետությունում կան լրտեսներ, կան թշնամիներ, կան պետական դավաճաններ, որ գործոններն են հանդիսացել պատճառ, որը արդյունքում բռնկվել է պատերազմը, արդյոք մենք կարող ենք չպարտվել։ Անդրանիկ Քոչարյանը, որ ուզենա, չէր կարող Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ չլինել։ Հրապարակումը կարող է վնասել մեր պետության ազգային անվտանգությանը։ Քոչարյանը թաքուն է պահել հանձնաժողովի անդամներից այդ զեկույցի տեքստը, դա Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանին։ Պարոն Նորիկյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Պարոն Նորիկյան, օրերս Ժողովուրդ օրաթերթը հրապարակեց, որ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամներից թաքցնում է զեկույցը քննիչ հանձնաժողովի եւ այդ հանգամանքները այդպես էլ ոչ ոքին հայտնի չեն դարձել։ Այս մասին դուք ինչ գիտեք, ինչ կարող եք ասել եւ ձեր մասնակցության մասին այդ հանձնաժողովում խնդրում եմ խոսել նաեւ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես չեմ կարող պնդել, հերքել կամ հաստատել ձեր կողմից մատնանշված տեղեկատվությունը, որովհետեւ իրավական կարգավորումները բոլորովին այլ են, որովհետեւ հենց այդ հանձնաժողովը պետք է կազմել այդ զեկույցը, ինչ է նշանակում Անդրանիկ Քոչարյանը թաքուն է պահել հանձնաժողովի անդամներից այդ զեկույցի տեքստը, դա անտրամաբանական է նաև այն առումով, որ հենց այդ հանձնաժողովի անդամները ի պաշտոն է եւ իրենց կարգավիճակով պայմանավորված պետք է կազմեին այդ զեկույցը, եւ եթե իրենք պետք է կազմեին այդ զեկույցը, ենթադրում է, որ իրենք պետք է առնվազն ծանոթ լինեին այդ զեկույցի բովանդակությանը, առնվազն իրենց մասնակցության չափով։ Չեմ կարող ասել, թե որն է նման, եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ես անկեղծորեն չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանը ինչ տրամաբանությամբ եւ ինչ պատճառաբանությամբ է թաքցրել հանձնաժողովի անդամների զեկույցը, սա նշանակում է, որ հանձնաժողովը, այդ քննիչ հանձնաժողովը մասնակից չի եղել այդ զեկույցի պատրաստմանը, որ այդ զեկույցը պատրաստվել է այլ տեղում, այլ անձի կամ այլ անձանց կողմից եւ այդ մարդիկ ընդհանրապես ապահովել են կներեք արտահայտությունից համար ֆոն են ապահովել այդ անդամները եւ ֆորմալ առումով հանդիսանալով այդ հանձնաժողովի անդամներ որևէ բովանդակային առումով մասնակցություն չեն ունեցել քննիչ հանձնաժողովի գործունեությանը եւ այդ զեկույցի 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող զեկույցի պատրաստման աշխատանքներին։ Ինչ վերաբերում է մեր մասնակցության, իմ մասնակցության առումով, դուք գիտեք 2021-22 թվականներին այս թեման, երբ որ դրվեց շրջանառության մեջ, այն ժամանակ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ֆորմատը, ձևաչափը, այսպիսի մի որոշում կայացեց, որ այնուամենայնիվ ես հիմա պնդում եմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քանի դեռ չեն բացահայտվել, քանի դեռ մենք չենք իմացել երկու հարցի պատասխան ստրատեգիական պատերազմի բռնկման ու պարտության պատճառները, մեր պետությունը չի կարող բնականon զարգացում ապրել, որովհետև քանի դեռ մենք մեզ համար չենք ստացել այդ հարցերի պատասխանները, ես կարծում եմ, որ մենք ինչ-որ թերի, ուրեմն ավելի ընկճված վիճակում ենք դինելու, ավելին ես այս հարցի վերաբերյալ ես շատ լավ հիշեցի ձեր կողմից բարձրացված հարցը լսելուց հետո ես եռաբլուրում եմ հայտարարել զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին, որ ես այդ հանձնաժողովի գործունեությունը յուրովի փորձում էի գնահատել եւ նմանեցնել հայկական Նյուրնբերգի, որովհետեւ ես այդ հանձնաժողովի աշխատանքը այլ կերպ եմ տեսել, ես դեմ եմ եղել, որ դա միայն իշխանական թիմը, մեծամասնությունը, գործող իշխանությունը ինքն իր գործունեությունը գնահատելու մարմնի վերածել այդ քննիչ հանձնաժողովը եւ հենց դրանով էր պայմանավորված, որ մենք որոշում կայացեցինք, որ շատ լայն ձևաչափով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք որևէ առնչություն չունեն այս իշխանության հետ, նախկին իշխանությունների հետ, մասնակից դառնային այդ հանձնաժողովի գործունեությանը, ապահովեն առավելագույնս մաքսիմալ օբյեկտիվություն եւ փորձեն այդ հանգամանքները ուսումնասիրել, բայց հետո մենք տեսանք, որ կոնկրետ իմ մասով ես ուսումնասիրելով գործող սահմանադրական կարգավորումները մենք պարզեցինք, որ մեր կարգավիճակի հստակեցման խնդիր կա։ Մեր ում մասին է։ Այսինքն կոնկրետ իմ մասնակցությունը, հետո որտեղ այդ հանձնաժողովում մասնակցելու հրավեր կար կամ որոշում կար, ավելի ճիշտ որոշվեց, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեին 3 անձ, Սամվել Բաբայանը, Դավիթ Սանասարյանը եւ ես եւ Սամվել Բաբայանը ըստ էության
մեկ անգամ հրավիրվել ենք ազգային ժողով եւ դրանից հետո ես եւ Սամվել Բաբյանը չենք մասնակցել այլևս այդ աշխատանքներին։ Մի անգամ այլ ոչ թե աշխատանքներին, այլ մամուլի համար բաց, այսինքն ուղղակի նիստ էր, դա ընդհանրապես որևէ նյութ չի վերլուծվել, ուսումնասիրվել, այսինքն դա է եղել, հրապարակային է եղել, այդտեղ հանձնաժողովի նիստ չի եղել դա ընդհանրապես։ Եվ երբ որ ես պահանջեցի, որ խնդրում եմ հստակեցեք իմ կարգավիճակը, թե ինչ կարգավիճակով պետք է մասնակցեմ այդ հանձնաժողովի աշխատանքներին, եւ ես ստացա պատասխան, որ ես այդ հանձնաժողովի աշխատանքներին կարող եմ մասնակցել որպես փորձագետ, որպես փաստաբան, ես հասկացա, որ դա իմ մասով առնվազն հակասահմանադրական է, հակաօրինական է։ Այո, ինձ առաջարկվում էր, որ ես որպես այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեմ որպես փաստաբան, որպես փորձագետ։ Նախ ես փորձագետ չեմ, երկրորդը որպես փաստաբան այդ գործով որևէ նոր որը կթույլատրել որևէ փաստաբանի մասնակցել այդ աշխատանքներին գոյություն չունի, ես այդ գործընթացին մասնակից եմ եղել որպես քաղաքական միավորի ղեկավար, որոշում է կայացվել եւ հաշվի առնելով, որ իմ կարգավիճակը այդ չէր համապատասխանում այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող հանձնաժողովի անդամների կարգավիճակներին, ես ինքս հրաժարվել եմ, բայց ես ձեզ ասեմ այդ ժամանակ, երբ որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի այդ խորհրդակցությունը նման որոշում կայացրեց, այսօրվա իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, իմ հիշողությունը չի դավաճանում, դա մոտավորապես 4 տարի առաջ էր արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո նա ինքը խոստացավ իրականացնել օրենսդրական փոփոխություններ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում, որպեսզի հնարավորություն տրվեր այդ հանձնաժողովում ընդգրկել այլ քաղաքական ուժերի, հասարակական ներկայացուցիչների, այսինքն խնդիրը շատ պարզ էր, որոշումը մենք բոլորս ընդունել ենք հետևյալ համատեքստում, որ քննիչ հանձնաժողովը դա լայն սպեկտր, լայն շրջանակ պետք է ներառվել եւ դա չպետք է լիներ միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը եւ դա Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ չպետք է լիներ միայն դա լուրջ քաղաքական ներկապնակ պահանջող հանձնաժողով պետք է լիներ, որը առավել լայն շրջանակ էր ուսումնասիրելու ոչ միայն նախորդ իշխանությունների 30 տարիների աշխատանքը, ուսումնասիրել հենց այս իշխանության աշխատանքը։ Հենց պատերազմի պարտությունը։ Իհարկե, որտեղ ես առաջին այդ քննարկման ժամանակ ես երբ որ որոշում էր կայացում արտախորհրդարանական ուժերի ներգրավման հարցը, ես ինքս եմ ասել, որ ինձ համար ստրատեգիական հարցը հետևյալն է, պետք է պարզենք պատերազմի բռնկման պատճառները, որ գործոններն են հանդիսացել պատճառ, որով արդյունքում բռնկվել է պատերազմը, հնարավոր է արդյոք կանխել պատերազմը եւ հաջորդը, որն է եղել պարտության պատճառը։ Արդյոք մենք կարող ենք չպարտվել եւ չգիտեմ թե հիշեք թե չհիշեք, հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում հրապարակավ ցուցմունք էր տալիս կամ բացատրություններ տալիս, ինչպես ուզում եք անվանեք դրան, ես դրան նախորդ օրը 44 հարց Նիկոլ Փաշինյանի վերնագրով հարցաշար եմ հրապարակել մամուլում, ընդ որում ամբողջ մամուլը բոլորը գրեթե 30-ից 40 լրատվամիջոցներ հրապարակել են այդ հարցաշարը, ես առաջիկա օրերին եւ չեմ բացառում եւ հենց այսօր էլ այլ ձևաչափով կհրապարակեմ, կվերահրապարակեմ այդ հարցաշարը, որովհետեւ ինձ համար շատ ստրատեգիական է եղել 44-օրյա պատերազմի ու պարտության պատճառների պարզումը առնվազն ինձ համար, իմ ծնողների համար, իմ հարազատների համար, իմ ժողովրդի համար, եւ ես դա այդ հանձնաժողովի աշխատանքը ոչ թե այս Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի, ես իմ պատկերացած հանձնաժողովի գործունեությունը համարում եմ յուրովի հայկական Նյուրնբերգ, որով պետքա պարզվեր ու մեր ժողովրդին ցույց տրվեր, թե ովքեր եւ ինչու իրականացեցին, վարեցին այնպիսի քաղաքականություն, որը հանգեցրեց Արցախի աղետալի ողբերգության ու Արցախի վերջնական կործանմանը։ Ինչպես եղավ, որ դուք այդ հանձնաժողովին չանդամակցեցիք։ Մեր նախնական զրույցում ասացիք, որ Անդրանիկ Քոչարյանին գրավոր դիմում եք գրել հարցնելու համար։ Ես պահանջեցի, որ հստակեցեք իմ թե ես ինչ կարգավիճակով պետք է մասնակցեմ այս հանձնաժողովի աշխատանքներին, ես գրավոր պատասխան ստացա, որ հարգելի պարոն Նորիկյան, դուք այդ հանձնաժողովին մասնակցել եք որպես փաստաբան, որպես փորձագետ, ես որը ձեզ չէր բավարարում։ Ոչ միայն չէր բավարարում, դա նախ հակաօրինական է, որովհետև մենք այլ քաղաքական որոշում էինք ընդունել, այլ քաղաքական պայմանավորվածություն կար արտախորհրդարանական ուժերի ձևաչափով,
որ ստացվում է, որ ես այդ աշխատանքները պետք է մասնակցեմ որպես փորձագետ։ Ես փորձագետ չէի։ Ես քաղաքական ուժի ղեկավար էի եւ իմ մասնակցությունը այդ գործընթացում պետք է լիներ առավելագույնս թափանցիկ, իհարկե իմ մասնակցությունը ինձ օգնելու էր իրավաբան լինելու հանգամանքը այդ աշխատանքներում առավել փորձագիտական, ավելի մասնագիտական առումով մոտիկանալու իրավական առումով եմ ասում, բայց քաղաքական կարգավիճակի առումով բացարձակապես չեն համապատասխանում եւ ես անկեղծ ասած հետին թվով որ հիմա նայում եմ ես շատ ճիշտ որոշում եմ կայացել որ ընդհանրապես չեմ մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին։ Պարոն Նորեկյան, եկեք այսպես հասարակությանը փորձենք հասկացնել, լսում են, որ կա 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, կա այդ հանձնաժողովի զեկույցը, բայց բովանդակությունը ըստ ձեր տեղեկությունների ինչ է լինելու, ասում ենք կոնկրետ բացի Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից, ինչպես ասացիք, կոնկրետ լինելու օրինակ ինչու մենք կորցրեցինք այս ինչ բարձրոնքը, այն ինչ բարձրոնքը, ովքեր էին մեղավոր, լինելու են անուններ, թե ոչ, եւ արդյոք այդ հանձնաժողովում պետք չէր ընդգրկել ոչ միայն падգամավորներին, առհասարակ падգամավորներին պետք էր ընդգրկել, թե ոչ, երկրորդը իրավապահ համակարգից ում էր պետք ընդգրկել այդ հանձնաժողովում։ Ես կարծում եմ հետևյալը, որ բնական է այդ հանձնաժողովի զեկույցում պետք է լինեն առանձին գլուխներ, որոնք հրապարակման ենթակա չեն, որովհետև դրանք շոշափում են պետական եւ գաղտնի ծառայական գաղտնի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել մեր պետության ազգային անվտանգությանը, դա քննարկելու բան չկա, բայց ընդհանուր առմամբ հասարակությանը պետք է տրվեր առավելագույն թույլատրելիության սահմաններում պատասխան, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել, որտեղ տեսեք Նիկոլ Փաշինյանը անդադ ասում է, որ 18 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը անուսավորում էր պատերազմը, շատ լավ անուսավորում էր պատերազմը, բայց ինչ է սարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մինչև այդ պատերազմը կանխելու համար։ Շատ լավ Սերժ Սարգսյանը անուսավորեց ու գնաց։ Դու եկար գիտեիր, որ պատերազմ է լինելու։ Դուք ինչ եք արել այդ պատերազմը կանխելու համար, այդ պատերազմում հաղթելու համար կամ առնվազն չպարտվելու համար դուք ինչ եք արել, այս հարցերի պատասխանը չկա։ Ավելի եք մոտեցել պատերազմը, թե ավելի եք հեռացել պատերազմը, կամ պատերազմի բուն գործողությունների ընթացքում դուք ինչ եք արել այդ ամոթալի պարտությունը թույլ չտալու համար, կամ այս ծավալով չպարտվելու համար, ի վերջո, սրանք 44 հարցեր են, ես խորքային առումով թե դրա աշխարհաքաղաքական ենթատեքստին, թե ռազմաքաղաքական ենթատեքստին անդրադարձել եմ ավելի ծավալուն, ես հիմա այս ձևաչափով հնարավոր չի անդրադառնալ, ի վերջո Ռուսաստանի դերակատարությանը, ԵԱԿ Մինսկի խմբի նախագահների դերակատարությանը, ի վերջո այդ հանձնաժողովի ձեր կողմից բարձրացված հարցը ավելի շատ տեխնիկական հատված է ենթադրում։ Իրավապահ մարմինի ներկայացուցիչը կմասնակցի, թե չէր մասնակցի, ինձ համար դա բացարձակապես երկրորդական նշանակություն ունի։ Կարևորը բովանդակությունը եւ երկրորդը, որ այդ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի կրնքի տակ չլիներ։ Այդ հանձնաժողովը գործել իսկապես անկախ։ Այդ հանձնաժողովի գործունեությունը իսկապես վեր լիներ իշխանության ազդեցությունից։ Այդ հանձնաժողովում ով ուզում է լինել, իսկապես իրականացնել անաչառ ուսումնասիրություն։ Այսինքն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի նախագահ լինելու հանգամանքը բացասական դիտարկել։ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնը այդ հանձնաժողովի նախագահն է, Անդրանիկ Քոչարյանը որ ուզենա չէր կարող Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ չլինել։ Ի վերջո Անդրանիկ Քոչարյանը ներկայացնում է այդ քաղաքական թիմը, այդ առումով Անդրանիկ Քոչարյանին հնարավոր չէ փնովել։ Մարդը իր քաղաքական ուղին է ընտրել, նման ուրեմն քաղաքական թիմի անդամ է, հասկանում եք, սրա մասին չի խոսքը։ Իմ պատկերացած հանձնաժողովն է ուրիշ այլեղ է։ Ես 44 օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողով երբ ասվել է, ես դա դիտարկել եմ հետևյալը, որ դա մի հանձնաժողով պետք է լինի, որը պետք է անկախ լինի, որը ոչ մեկին չպետք է ենթարկվի, առավելևս գործող իշխանությանը, դա պետք է հայկական Նյուրնբերգ լիներ, դատավարություն լիներ, յուրավի, որը հաներ եւ Նիկոլ Փաշինյանի սխալները հազար անգամ ներողություն ճպաստեր իր ճակատին եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ բոլոր ժամանակների իշխանությունների հասկանում եք իմ ասած ու ակնկալածը դա է բայց երբ որ ես հասկացա որ սա ընդամենը իմիտացիա է եւ կյանքն ապահովեց որ իմիտացիա է ոնց հասկացա իրենք հրաժարվում են այդ զեկույցի ներառել քննարկումը
լիագումար նիստում, այսինքն ընդ որում հիմնավորումն էլ է բավականին հետաքրքիր, որ անցել է այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, որ այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը հնարավոր էր ավելացնել ընդամենը 2 անգամ 6 ամիս ժամկետներով, այսինքն որևէ իրավական հիմք չկա, բայց դուք չէիք մտածում այդ մասին, նոր եք արտացել ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, չգիտեիք, որ այդ հանձնաժողովի գործունեությունը չի կարելի տարիներով փակել, երկարացնել, չնայած ասել ես, այստեղ լրիվ ուրիշ ենթատեքստ եմ տեսնում, եթե Նիկոլ Փաշինյանին պետք լիներ, նրա քաղաքական շահերին համահունչ լիներ, որ այդ զեկույցի հրապարակող եւ թույլատրելի մասը հրապարակվեր, ես հավաստիացնում եմ հայտնի խոսքա, չէ՞, դաշնակցականները ասում են, եթե պետք լիներ, այս կամ այն դաշնակցականը կդառնա լողի չեմպիոն։ Այսինքն, եթե պետք լիներ Նիկոլ Փաշինյանին անձամբ իր քաղաքական իշխանության PR-ին պետք լիներ օգտագործել, ես հավաստիացնում եմ, իրանք թքած էլ կունենան այս ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի վրա եւ բոլոր հնարավոր միջոցներով դա օրական 4 անգամ կհրապարակեն եւ կներկայացնեն, բայց ակնհայտ է, որ չհրապարակելով կամ չներգրավելով ազգային ժողովի լիագումար նիստում, իրենք ենթադրում են կամ աշխարհաքաղաքական պայմանավորվածության արդյունք է, կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների այս գործընթացում Ադրբեջանի հետ պայմանավորվածության արդյունք է, կամ էլ ուղղակիորեն հասկանալի է նախընտրական փուլի մեջ ենք մտնում, այս ամեն ինչը կարող է, այո, իսկ գուցե միջև այդ նախընտրական փուլը, միջև հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունները, այդպես էլ մենք չտեսնենք այդ զեկույցը։ Այո, ես չեմ բացառում, որովհետև այս տրամաբանությամբ եթե գնա, հնարավոր է, որ իրենք ինչ-որ եզակայություն հրապարակեն, բայց ի վերջո այդ եզակայությունը այն աստիճան անարժանահավատ է, որովհետև եթե պետք է այդ հանձնաժողովի, որի անդամները բացառապես իշխանության կրողներն են եղել, իշխանության մեծամասնություն են եղել, որևէ ձևով չի կարող արժանահավատ լինել, մարդը չի կարող սեփական դատավոր լինել, Ժորժ ջան, հետևաբար այս քաղաքական թիմը չէր կարող իր գործունեությանը գնահատել, դրա համար վաղ թե ուշ հաջորդ իշխանությունը իր համար թիվ 1 խնդիրը պետք է լինի բարձել Հայաստանի Հանրապետության պարտության, Արցախի կործանման, գործող եւ նախորդ բոլոր ռեժիմների գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը հասցված վնասների պատճառները եւ բոլոր մեղավորները անկախ նրանից ով կլինեն, պետք է ի վերջո մի օր պատասխան տան ծառաստերին։ Անդրանիկ Քոչարյանը հավաստիացնում է, որ այս զեկույցում բացահայտումներ են եղել կոնկրետ, ինչպես սովոր ենք ասել, գործ տալու, տեղեկատվություն փոխանցելու, լրտեսության դեպքեր են բացահայտվել։ Ես չգիտեմ, եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է վկայակոչում, եթե Հայաստանի Հանրապետությունում կան լրտեսներ, կան դավաճաններ, կան թշնամիներ, հայրենիքի դավաճանության, պետական դավաճաններ, որոնք պատերազմի ժամանակ նման գործով են զբաղվել ու մինչև հիմա ազատության մեջ վախտում են ու մինչև հիմա քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, դա չի խոսում Անդրանիկ Քոչարյանի կատարած աշխատանքի արդյունավետության մասին, ճիշտ հակառակը խոսում է Անդրանիկ Քոչարյանի քաղաքական թիմի ձախողված գործունեության մասին, որ իրենց կառավարման օրոք ուրեմն Հայաստանի Հանրապետությունում կան լրտեսներ, կան թշնամիներ, կան պետական դավաճաններ, որոնք նպաստել են պարտությանը, բերել են այդ պարտությանը ու մինչև հիմա ազատ վխտում են։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։